Իրանը կասեցրել է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, պատճառը Լիբանանում Իսրայելի ռազմական հարձակումներն են։ Թեհրանը սպառնում է պատասխան գործողություններով, իրավիճակը տարածաշրջանում դառնում է չափազանց վտանգավոր։ Թրամփը պնդում է, թե բանակցությունները շարունակվում են արագ տեմպերով, նա զրուցել է Իսրայելի վարչապետի հետ։ Նախագահը հայտարարել է. «Ես շատ արդյունավետ զանգ եմ ունեցել Նեթանյահուի հետ»։ Նա նաև պնդում է, որ Հեզբոլլահը համաձայնել է դադարեցնել կրակը, սակայն Նեթանյահուն հակադարձում է սպառնալով հարվածել Բեյրութին, եթե հարձակումները չդադարեն։ Իրանական կողմը հավաստիացնում է, որ պատրաստ է կոշտ գործողությունների, բանակցությունների սեղանի շուրջ անորոշությունը պահպանվում է, համաշխարհային շուկայում գնաճի տեմպը արագանում։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Իրանի հետ հարաբերությունները լարվում են, նավթի գները սլանում են վեր, ինչ սպասել առաջիկայում։ Որտեղ են հրդեհից տուժածներին խոստացված գումարները, Կալիֆոռնիայի նահանգապետը լռում է։ Խաղաղօվկիանոսն այս տարի խաղաղ չի լինի, ինչ է սպասվում արևմտյան ափի բնակիչներին։ Երիտասարդները մնացել են առանց աշխատանքի, մեղավորը արհեստական բանականությունը չէ։ Օրվա հանելուկը Նյու Յորքից, ովքեր են կոյուղու դիտահորերից դուրս եկող մարդիկ։ Եվ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի բացահայտումներին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների ձախողման մասին լուրերի հետ շաբաթվա սկզբին նավթի գները կտրուկ աճել են, սա չեզոքացրել է վերջին շրջանի որոշակի գնանկման դրական ազդեցությունը։ ԱՄՆ նավթի գինը աճել է 5.5, միջազգային նավթի գինը 4.5%-ով։ Հակառակ դրան Թրամփը լավատես է մնում։ Նա հայտարարել է, թե նավթի գինը շուտով քարի պես կընկնի, թեև նախագահը պնդում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են, շուկաները թերհավատ են։ Բանակցային գործընթացի վերջին ձախողումից հետո Իրանը սպառնացել է ոչ միայն փակել Հորմուզի նեղուցը, այլև խնդիրներ ստեղծել տարածաշրջանի այլ ծովային ուղիների համար։ Փորձագետների գնահատմամբ հենց սա է սրընթաց գնաճի պատճառը։ Ըստ նրանց երկարատև շրջափակումը կսպառի պաշարները, որոնք առանց այդ էլ մոտ էին վտանգավոր շեմին։ Թրամփն իր հերթին խոստացել է պահպանել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությունը վերածվել է բնապահպանական միջադեպի, ազգային այգում ավելի քան 30 գալոն վառելիք է թափվել։ Այն հայտնվել է անձրևաջրերի ջրամբարներում, որոնք ոռոգում են այգու խոտածածկը։ Մասնագետները հրատապ մաքրման աշխատանքներ են իրականացնում տեղում։ Միջոցառումը կազմակերպել էր Թրամփի վարչակազմի ստեղծած Freedom 250 խումբը։ Նրանք պնդում են, որ վառելիքի արտահոսքը վանդալիզմի հետևանք է։ Սարքավորումները ենթարկվել են կրկնվող վանդալիզմի, հայտնել է կազմակերպության խոսնակը եւ հավելել, վառելիքի արտահոսքը այդ միջամտության ուղղակի հետևանքներ։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ լիովին վերահսկում են իրավիճակը։ Միջոցառմանը ելույթ են ունեցել բարձրաստիճան քաղաքական եւ կրոնական գործիչներ։ Այժմ պարզ չէ, ով է կրելու մաքրման ծախսերը։ Ազգային այգու ապագան հայտնվել է լուրջ հարցականի տակ։ Առջևում նախատեսված են բազմաթիվ այլ խոշոր տոնակատարություններ, իսկ խոտածածկը վատ վիճակում է։ Իրավապահները շարունակում են քննել այս անսովոր միջադեպի մանրամասները։ Չոր խոտածածկ լանջեր են բռնկվել Քասթեյքի մերձակայքում Լոս Անջելեսից հյուսից։ Հրդեհը սպառնացել է խափանել երթևեկությունը 5-րդ ավտոմայրուղում։ Կրակը տարածվել է Լեյք Հյուս ճանապարհի մոտակայքում։ Տեղի բնակիչների տները հայտնվել են վտանգի տակ։ Բարեբախտաբար ողբերգությունը հաջողվել է կանխել ժամանակին։ Աշխատանքներին ներգրավվել են նաև հրշեջ ուղղաթիռները։ Հյուսիսային ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կանգ է առել։ Մեքենաների հսկայական հերթեր են գոյացել մայրուղու վրա։ Հրշեջների հաջող գործողությունների շնորհիվ կրակը մարվել է։ Երթևեկությունը հաջողվել է վերականգնել միայն մի քանի ժամ անց, երբ հրշեջները մայրուղու մերձակայքը ազատել են կրակներից։ Հրդեհի առաջացման պատճառները դեռ անհայտ են մնում։ Կալիֆոռնիայի 2025 թվականի հրդեհներից տուժածները դեռ սպասում են օգնության։ Նահանգապետ Նյուսոմի խոստացած 2.5 միլիարդ դոլարը գրեթե չի ծախսվել։ Գումարի մեծ մասը մնում է անձեռնամխելի, միջոցների 60%-ը դեռ հասանելի չէ տուժածներին։ Այնուհանդերձ պետբյուջեից միլիոններ են դուրս գրվել այլ նպատակներով։
Նահանգապետի գրասենյակը հայտարարել է, որ եղել են ծախսման սահմանափակումներ, բայց ուսումնասիրությունը պարզել է, որ գումարներ են հատկացվել Լոս Անջելեսի կենտրոնում ներգաղթի դեմ բողոքի ցույցերի համար։ Օրինակ, Կալիֆոռնիայի ճանապարհային բարեկային ծառայությունը այդ նպատակով ստացել է $14 միլիոն։ Նյուսոմն ավելի վաղ պնդել էր, գումարները տրամադրվում են առանց լրացուցիչ պայմանների, սակայն պաշտոնական արձագանքը հակասում է նախկին հայտարարություններին։ Ֆինանսների նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, միջոցներն ուղղվել են պետական այլ գործակալություններին։ Այդ գումարները պետք է կրճատեին աղետից տուժածների ֆինանսական բեռը։ Այժմ հազարավոր մարդիկ մնացել են առանց խոստացված աջակցության, իսկ $2.5 միլիարդ մնում է միայն թղթի վրա։ Մեկ ամերիկացի և մեկ բրիտանացի զինվորական են զոհվել Իրաքում, միջադեպը տեղի ունեցել Էրբիլի ավիաբազայում։ Սա Իրաքի հյուսիսային քրդական շրջանն է։ Դեպքի մասին X-ում հայտնել է ԱՄՆ բանակը։ Մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Զոհվածների անձնական տվյալները ևս գաղտնի են պահվում։ ԱՄՆ ուժերը շարունակում են մնալ քրդական տարածքներում, նրանք այնտեղ ռազմականի հետ ամրապնդում են նաև դիվանագիտական կապերը։ 2025-ի դեկտեմբերին Էրբիլում բացվել է նոր հյուպատոսություն։ Սա ընդգծում է Վաշինգտոնի ռազմավարական հետաքրքրությունը այս գոտում։ Պենտագոնը դարձել է լրագրողների համար գաղտնի օբյեկտ։ Պաշտպանության նախարարությունը փակել է մամուլի գրասենյակը, այն այլևս հասանելի չէ լրատվամիջոցներին։ Պաշտոնյաները պնդում են, սա սովորական քայլ է։ Այնուամենայնիվ, սա մեծ սկանդալի սկիզբ է։ Մամուլի ազատությունը Պենտագոնում լուրջ վտանգի տակ է։ Պենտագոնի ներկայացուցիչը պարզաբանել է, նրա խոսքով տարածքն այժմ հատուկ գաղտնի ստորաբաժանում է։ Տարածքը վերանվանվել է գաղտնի տեղեկության օբյեկտ, գրել է նա, ավելացնելով, որ լրագրողներին այլևս չի թույլատրվի մուտք գործել։ Լրագրողների և Թրամփի վարչակազմի լարվածությունը շարունակվում է։ New York Times պարբերականը դատի է տվել նախարարությանը։ Նրանք համարում են, որ սա սահմանադրական խախտում է։ Լրագրողներին պարտադրում են մշտապես լինել ուղեկցորդների հսկողության տակ։ Դատարաններում այս գործը դեռևս ընթացքի մեջ է։ Պենտագոնի դռները մամուլի համար մնում են փակ։ Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի $1.8 միլիարդ արժողությամբ վիճահարույց հիմնադրամի աշխատանքը, որակելով անօրինական։ Հիմնադրամը նախատեսված էր պետության սխալի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին փոխհատուցում տալու համար, բայց փաստացի պետք է ծառայեր հենց Թրամփի կողմնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Սա զայրացրել էր նույնիսկ հանրապետական օրենսդիրներին։ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կհարգի դատարանի որոշումը, սակայն սա դեռ չի լուծել ֆինանսավորման խնդիրը։ Դեմոկրատները չեն հավատում, որ վարչակազմն անկեղծ է։ Դրանք պահանջում են հիմնադրամը մշտապես արգելող օրենք ընդունել։ Բազմաթիվ հանրապետականներ սպառնացել են միանալ դեմոկրատներին եւ տապալել օրինագիծը։ Թրամփի թիմը հայտնվել է դժվարին իրավիճակում։ Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը սկսվել է երկուշաբթի օրը։ Վերջին տասնամյակում առաջին անգամ կանխատեսվում է միջինից ցածր ակտիվություն։ Սա պայմանավորված է Էլ Նինյո երևույթի սպասվող հզոր ալիքով։ Կանխատեսվում է 3-ից 6 փոթորիկ։ Նախորդ տարիների համեմատ սա բավականին փոքր ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, ազգային եղանակային ծառայության ներկայացուցիչները վտանգը չեն բացառում։ Փոթորիկները կարող են քիչ լինել, բայց ավերիչ։ Ամենաարևմտյան ափին իրավիճակը հակառակն է լինելու։ Եթե Ատլանտյան օվկիանոսում Էլ Նինյոն խանգարում է փոթորիկների ձևավորմանը, ապա Խաղաղ օվկիանոսում ընդհակառակը սպասվում է ակտիվ սեզոն՝ 9-ից 14 փոթորիկ։ Դրանք կարող են խնդիրներ ստեղծել հատկապես Կալիֆոռնիա նահանգում եւ Հավայան կղզիներում։ Հավայան կղզիները այս գարնանը արդեն իսկ տուժել են ջրհեղեղներից։ Ակտիվ սեզոնը կարող է լրացուցիչ անհանգստություն պատճառել բնակիչներին։ Տեղումների եւ ուժեղ քամիների վտանգը մշտապես կպահպանվի։ Բնությունն այս տարի կարող է տհաճ անակնկալներ մատուցել բոլորին, ոչ միայն ափամերձ հատվածներում, այլև մայրցամաքի խորքերում։ Աշխարհի առաջնության մեկ խաղին մասնակցելու գինը կարող է հավասարվել Չիկագոյի մեկ ամսվա բնակարանի վարձին։ ԱՄՆ-ն պատրաստվում է հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հյուրընկալվող 11 քաղաքներում գները խիստ տարբեր են, բայց գրեթե ամենուր երկրպագուները պետք է պատրաստ լինեն լուրջ ծախսերի։ Տոմսերի եւ հյուրանոցների արժեքը իսկապես տպավորիչ է։
Ամենաէժանը Մայամիում է շուրջ $600, Նյու Յորքում և Նյու Ջերսիում գները գերազանցում են $2000, Բոստոնում հյուրանոցային միայն գիշերակացը մոտ $1000 է, Նյու Ջերսիում տոմսի գինը հասել է $1400-ի։ Տոմսերի վաճառքի շուրջ վեճերը դեռ չեն դադարում, ֆուտբոլասերները դժգոհում են բարձր գներից։ Առաջին խաղը կկայանա հունիսի 12-ին Լոս Անջելեսում Ինգլվուդի SoFi մարզադաշտում։ Մրցելու են ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականները։ Այս տարածքը երկրորդ ամենաթանկ վայրն է հանդիսատեսի համար։ Եզրափակիչ խաղի տոմսերը ավելի թանկ են $7000 և ավելի։ Առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին, խաղերը շարունակվելու են մինչև հուլիսի 19-ը։ Ինչու են երիտասարդ մասնագետները դժվարությամբ աշխատանք գտնում, պատճառը AI-ը չէ, ինչպես կարծում են շատերը։ Հեռավար աշխատանքի տարածումն է դարձել գլխավոր խոչընդոտը։ Ընկերությունները խուսափում են անփորձ երիտասարդներին աշխատանքի ընդունելուց, նրանց դժվար է հեռվից վերապատրաստել կամ ղեկավարել։ Հետազոտությունը բացահայտել է անհանգստացնող միտում հեռավար աշխատատեղերում երիտասարդների գործազրկությունը աճել է։ Փաստացի հենց հեռավար աշխատանքն է գործազրկության աճի գրեթե 2/3-ի պատճառը։ Արհեստական բանականությունը այս հարցում գրեթե ազդեցություն չունի։ Տեխնոլոգիական հսկա ընկերություններից մեկի տվյալները հաստատել են այս եզրակացությունը։ Գրասենյակի փակման ժամանակ ընկերությունը վարձել է ավելի փորձառու աշխատողներ։ Գործազրկության մակարդակը հասել է 5,8%-ի, սա ամենաբարձր ցուցանիշն է 2012 թվականից ի վեր։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Որ շրջանում են գտնվում Կալիֆոռնիայի ամենաթանկ տները։ Կալիֆոռնիայում անշարժ գույքի շուկան կրկին զարմացրել է։ Ըստ ուսումնասիրությունների արդյունքների ամենաթանկ տները այժմ Մոնո շրջանում են։ Այն շրջանցել է անգամ Սան Ֆրանցիսկոն։ Տների գինն այստեղ հասել է $255 միլիոն, սա 142,9%-ով աճ է մեկ տարում։ Սան Մատեո շրջանը զիջել է առաջատարի իր դիրքը։ Լասեն շրջանը մնում է ամենաէժանը $285,000-ով, հարավային Կալիֆոռնիայի օրինց շրջանը ամենաթանկն է 1,47 միլիոն $-ով։ Լոս Անջելեսի շրջանում տների գները գրեթե չեն փոխվել, միջին գինը այստեղ կազմում է $855,410։ Inland Empire շրջանում գների աճը նկատելի դանդաղել է։ Սան Բեռնարդինոյում գինը իջել է 500,000-ից ցածր։ Imperial շրջանը մնում է հարավի ամենամատչելի վայրը։ Այստեղ տները արժեն ընդամենը $415,000։ Նյու Յորքի կոյուղու դիտահորերից անհայտ մարդկանց խմբեր են դուրս եկել ու անհետացել։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերը զարմացրել են բոլորին, ոչ ոք չգիտի ովքեր են նրանք եւ ինչ են անում։ Ոստիկանությունը ստուգել է համակարգը եւ վտանգ չի հայտնաբերել։ Մարդիկ պարզապես անհետացել են տեսանյութերից հետո։ Դեպքերը գրանցվել են Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Տեսանյութերում երևում են խմբեր, որոնք կապ չունեն համակարգը սպասարկող ծառայությունների հետ։ Իրավապահների գլխավոր վարկածով նրանք որոնում են թանկարժեք իրեր։ Մասնագետները վնասներ չեն գտել կոյուղու սարքավորումների վրա։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել այս դեպքի համար։ Ոստիկանությունը դեռ շարունակում է դեպքի քննությունը։ Լոս Անջելեսի հայտնի La Brea Duty փոսերը փակվել են։ Այս յուրահատուկ թանգարանը հանդիսանում է Սարսե դարաշրջանի միակ գործող հնագիտական վայրը, սակայն այն շուտով անհասանելի կդառնա այցելուների համար։ Հուլիսի 6-ից կմեկնարկի երկամյա մեծածավալ վերանորոգման ծրագիրը։ Կվերանորոգվեն հին շենքերը եւ կկառուցվեն նոր օբյեկտներ։ Միլիոնավոր նմուշներ կստանան անվտանգ եւ կլիմայական պայմաններով հսկվող պահոցներ։ Կառուցվելու են բացօթյա դասարաններ եւ կանաչապատ ընդարձակ տարածքներ։ Թանգարանը նպատակ ունի դառնալ ուսուցողական կենտրոն երեխաների, երիտասարդների եւ մեծահասակների համար։ Մինչեւ հուլիսի 6-ը թանգարանը բաց է ամեն օր, այցելության ժամերը սկսվում են ժամը 9:30-ից մինչեւ 17-ը։ Լոս Անջելեսի շրջանի բնակիչները կարող են այցելել անվճար, դա հասանելի է երկուշաբթիից ուրբաթ ժամը 15-ից 17-ը։ Պայմանը մեկն է՝ տոմսերը ստանալ տեղում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ առաջիկա րոպեներին Մանու Հարությունյանի բացահայտումները ձեզ ոչ միայն կզարմացնեն, այլև կստիպեն նորովին նայել ձեր շուրջը։ Կալիֆոռնիայում հաճախակի են դարձել կենդանիների հարձակումների դեպքերը։ Բարև ձեզ։ Այսօր այդ հարձակումների վիճակագրությունն ենք հետաքննելու եւ միասին պարզելու ենք, որոնք են Լոս Անջելեսում եւ նրա շուրջը ամենավտանգավոր կենդանիները եւ որոնց մասին են լուրերը չափազանցված։ Շարքը սկսենք շնաձկներից։ Հարձակման ամեն մի դեպք մեծ աղմուկ է հանում, նոր առասպելներ ավելացնում արդեն եղածներին, բայց իրականում ծովային այս սարսափելի գիշատիչների հարձակումների դեպքերը շատ չեն։
1950 թվականից ի վեր Կալիֆոռնիայի ափերի մոտ գրանցվել է ավելի քան 200 շնաձկային միջադեպ։ Դրանցից մոտ 15-ն են ավարտվել մահվամբ։ Ամենից հաճախ հարձակումներին մասնակցել են մեծ սպիտակ շնաձկները։ Զոհերի մեծ մասը սերֆերներ կամ բաց ծովում լողացող մարդիկ են եղել։ Մասնագետները նշում են, որ շատ դեպքերում շնաձուկը մարդուն շփոթել է ծովային կենդանիների, ասել է թե իր պոտենցիալ զոհերի հետ։ Կալիֆոռնիայի անապատներում եւ քարքարոտ լեռներում զբոսնելիս մարդիկ հաճախ նույնիսկ չեն նկատում, թե ինչ վտանգի կողքով են անցնում։ Բոժրավոր օձերը կարող են ամբողջությամբ միաձուլվել միջավայրին։ Մի սխալ քայլ եւ ամեն ինչ փոխվում է վայրկյանների ընթացքում։ Չնայած մահերը քիչ են, խայթոցների թիվը բավականին մեծ է։ Հատկապես ամռանը հիվանդանոցները պարբերաբար հենց բոժրավոր օձի խայթոցով մարդկանց են ընդունում։ ԱՄՆ-ում տարեկան հազարավոր օձի խայթոցներ են գրանցվում, որոնց զգալի մասը բաժին է ընկնում Կալիֆոռնիային։ Թունավոր օձերից ամենատարածվածը արևմտյան բոժրավոր օձն է։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնությունը սովորաբար փրկում է մարդկանց կյանքը, սակայն ուշացած բուժման դեպքում թույնը կարող է վնասել օրգանիզմի կարևոր համակարգերը։ Ամենաշատ դեպքերը տեղի են ունենում զբոսաշրջային եւ լեռնային շրջաններում։ Հիմա պատկերացրեք, քայլում եք անտառային արահետով, շուրջը լրիվ լռություն է եւ հանկարծ զգում եք, որ ինչ-որ մեկը հետևում է ձեզ։ Կալիֆոռնիայի լեռնային առյուծները, պումաները հենց այդպիսի գիշատիչներ են։ Դրանք գրեթե երբեք աղմուկ չեն բարձրացնում։ Մարդկանց վրա հարձակումները շատ հազվադեպ են, բայց երբ նման դեպք է տեղի ունենում, այն երկար ժամանակ մնում է հանրության ուշադրության կենտրոնում։ 1890 թվականից ի վեր Կալիֆոռնիայում գրանցվել է մարդկանց վրա պումաների մի քանի տասնյակ հարձակում։ Դրանցից միայն փոքր մասն է մահացու ավարտ ունեցել։ Սակայն վերջին տարիներին հանդիպումները հաճախակի են դարձել բնակավայրերի ընդլայնման պատճառով։ 2024 թվականին էլ Դորադո շրջանում արձանագրված դեպքը դարձավ առաջին մահացու հարձակումը երկար ընդմիջումից հետո։ Մասնագետները խորհուրդ են տալիս երբեք չփախչել պումայից հանդիպման դեպքում։ Շատերը կարծում են, թե ամենամեծ վտանգը վայրի բնությունից է գալիս, բայց Կալիֆոռնիայի վիճակագրությունը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր։ Ամեն տարի մարդկանց վրա հարձակվող կենդանիների թվում առանձնանում են հենց այն կենդանիները, որոնց համարում ենք մարդու բարեկամը։ Այո, խոսքը սովորական շների մասին է։ Դրանք ապրում են մարդկանց կողքին եւ հենց այդ պատճառով վտանգը հաճախ աննկատ է մնում։ Զոհերի մեծ մասը երեխաներ կամ տարեց մարդիկ են լինում։ ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում են շների հարձակումների հազարավոր դեպքեր, դրանց մի մասը մահացու ավարտ է ունեցել։ Կալիֆոռնիան բնակչության մեծ թվի պատճառով հաճախ հայտնվում է նման վիճակագրությունների մեջ։ Մասնագետների կարծիքով հիմնական խնդիրները կապված են կենդանիների վատ վերահսկման եւ ագրեսիվ վարքի հետ։ Միևնույն ժամանակ ընտանի կենդանիների ընդհանուր թվի համեմատ մահացու դեպքերը շարունակում են հարաբերական կերպով քիչ մնալ։ Իսկ հիմա ամենաանսպասելի կենդանին։ Չեք պատկերացնի, թե մարդու վրա ամենաշատ հարձակումների ու ամենամահացու հարձակումների հեղինակը որ կենդանին է։ Այն փոքր է, գրեթե աննկատ եւ մարդկանց մեծ մասը նույնիսկ լուրջ չի վերաբերում դրանց։ Բայց հենց մոծակներն են Կալիֆոռնիայում ամենաշատ մահերը պատճառող կենդանիներից մեկը։ Խնդիրն այն չէ, որ դրանք կծում են, խնդիրն այն է, որ դրանք ամենատարբեր ու ամենավտանգավոր վարակները տարածողների թվում են։ Ամենահայտնին արևմտյան նեղոսի վիրուսն է։ Արևմտյան նեղոսի վիրուսը Կալիֆոռնիայում տարիների ընթացքում դարձել է լուրջ առողջապահական խնդիր։ Վարակված մոծակների միջոցով հիվանդությունը փոխանցվել է հազարավոր մարդկանց։ Դրանցից հարյուրավոր դեպքերը ծանր են ընթացել, իսկ մի մասը մահվամբ ավարտվել։ Ամենաբարձր ռիսկի խմբում տարեցներն ու թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ են։ Տաք եղանակը եւ խոնավ միջավայրը նպաստում են մոծակների արագ տարածմանը։ Կալիֆոռնիայի բնությունը գեղեցիկ է, բայց նաև անկանխատեսելի։ Երբեմն ամենավտանգավոր կենդանիները նրանք չեն, որոնցից մարդիկ ամենաշատն են վախենում։ Շնաձկները, պումաները եւ օձերը մեծ ուշադրություն են ստանում, բայց իրական վիճակագրությունը հաճախ ուրիշ պատկեր է ցույց տալիս։ Հուսով եմ այս խորհուրդները կօգնեն, որ ձեր առաջիկա հանգիստը բնության գրքում պլանավորելիս նաև անվտանգության հարցերին ուշադրություն դարձնեք։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։